Գլադիատորը։ Տասպաստ գլադիատորի մասին։ Առաջին, Ռասել Քրոուը բառացիորեն ատում էր իր կերպարը։ Նա չէր հավատում պատմությանը եւ նույնիսկ ռեժիսորին ասել է. «Այս սցենարը աղբ է, բայց ես աշխարհի լավագույն դերասանն եմ եւ կարող եմ այն հաջողությամբ ներկայացնել»։ Երկրորդ, Մաքսիմուսի այս խոսքերը իմպրովիզացիա է։ Երրորդ, Օլիվեր Ռիդը մահացավ նկարահանումների ընթացքում։ Նա պարզապես մասնակցել է խմելու մրցույթի, ինչից հետո սրտի կաթված է ստացել, իսկ մնացած տեսարաններում նրա դեմքը ստացել են համակարգչային գրաֆիկայով։ Չորրորդ, Ռասել Քրոուն լուրջ վնասվածքներ է ստացել։ Նա կոտրել է ոտքը, կոտրել է ուսը եւ կտրել է մի քանի մկան։ Հինգերորդ, բացման մարտը նկարահանվել է իրական այրվող անտառում, իրական կրակ, իրական ծուխ եւ նույնիսկ մի պահ կրակը դուրս է եկել վերահսկողությունից եւ այն մի կերպ են մարել։ 6-րդ, Կոլիզեումը ամբողջությամբ գոյություն չուներ։ Կառուցված է եղել ամֆիթատրոնի ընդամենը 1/3 մասը, իսկ մնացածը համակարգչային գրաֆիկայի արդյունք է։ 7-րդ, վագրերից մեկը գրեթե հոշոտել է դերասանին։ Իրական վագրերից մեկի շղթայի երկարությունը սխալ է հաշվարկված եղել, ինչը դերասանը նկատել է ամենավերջին վայրկյանին եւ մի կերպ մազապուրց եղել։ Եթե նա ուշանար ընդամենը 1 վայրկյան, ապա 8-րդ, մարտերի տեսարանները հաճախ վերածվում էին իրական հարվածների։ Դերասանները այնքան էին մտնում կերպարի մեջ, որ դուրս էին գալիս խորեոգրաֆիայից եւ հարվածում իրար։ 9-րդ, Մաքսիմուսի դերակատարը հրաժարվել է խաղալ մի քանի տեսարան։ Նա ասել է. «Ես այս տեսարանը չեմ խաղա այսպես»։ Պահանջել է փոփոխել շատ տեսարաններ ու հորինել է տեղում։ Եվ 10-րդ, որոշ տեսարաններ նկարահանված են 1 դուբլով։ Քանի որ մարտի որոշ տեսարաններ եղել են այնքան վտանգավոր, որ իրական մարմնական վնասվածքներ են հասցրել, ռեժիսորը որոշել է չկրկնել, որպեսզի խուսափի ավելորդ կորուստներից։ Մեկնաբանություններում գրեք ձեր սիրած ֆիլմը, որպեսզի անդրադառնանք։ Հետևեք ալիքին, դեռ շատ ֆիլմերից ենք խոսելու։